անորակ աշխատանքներ։ Ազգային ժողովում կոռուպցիային վերաբերող քննարկման ժամանակ են Եվրամիության ներկայացուցիչները լսում, որ համակարգային կոռուպցիան Հայաստանում ամենևին էլ անցած պատմություն չէ, ինչպես պնդում է վարչապետը։ 525 նվիրատուներ, բայց որոնց անունները անհայտ են, այսինքն գաղտնի անանուն նվիրատուներ են։ Գործարարները նվիրատվություն են անում ՔՊԻ-ին, դրա դիմաց ստանում իշխանության աջակցությունը, ասում է Թագուհի Թովմասյանը։ Հիշեցնում Ինֆոկոմի այն բացահայտման մասին, ըստ որի քաղաքացիները տեղյակ չեն եղել, որ միլիոններ են նվիրաբերել ՔՊԻ-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում, երբ հավաքվել էր 1.264.000 ԱՄՆ դոլար, Հայաստանի իշխանության այս կասկածելի գործարքներն էլ տարօրինակ չեն թվում ժողովրդավար կոռուպցիայի դեմ անզիջում պայքարով ներկայացող Եվրոպային։ Իհարկե մեր խնդիրները մենք պետք է լուծենք, մենք չենք ակնկալում, որ դուք պիտի միջամտեք եւ դուք այդ խնդիրները լուծեք, բայց երբ որ մենք ունենում ենք գլոբալ խնդիրներ երկրում, անվտանգային երկիրը գնալով փոքրանում է, եւ մենք ձեռնոց ենք նետում գործող իշխանություններին, իրենք ասում են, այ տեսեք, դեմոկրատիայի հետ կապված մեզ ինչ լավ ծափահարում են դրսում, եւ այդ դեմոկրատիայի ծափերի ներքո երկիրը ունենում է լրջագույն քաղաքական խնդիրներ։ Երևանի ավականու ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ուզում է, որ ԵՄ-ն ուղղակի չարձագանքի հստակ հասցեական գնահատականներ տա Հայաստանի կոռուպցիոն իրավիճակին։ Ռիսկեր պարունակող։ Օրինակ Մայրաքաղաքում կոռուպցիան ամենուր է։ Ասֆալտ փռելուց մինչև հասարակական տրանսպորտի վառելիքի վաճառք, ասում է Սուքիասյանը։ Ասեք ով ասել, որ արդիկ համայնքի ղեկավարը կարող է իր ընտանիքին պատկանող ՍՊ-ից վառելիքի գրում անել, Երևանի քաղաքապետարանի չինովնիկները չեն կարող իրենց մերձավորի ՍՊ-ին պետ գնում, հա, պաստալ։ Էլի արձագանք չկա, լռում են եվրոպացիները։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, բա կոռուպցիան հո պոզով պոչով մեծ կենթանի չէ, կոռուպցիան հենց սա է, շարունակում են դժգոհել ընդդիմադիրներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դիմատուները կամ բողոքատուները ստանում են վարչապետի բնորոշմամբ ցերողական պատասխաններ։ Եվ այդ ցերողական պատասխանները եւ բողոքարկում ենք դատարան, լուծում է իօկուտ գործադիր մարմինների։ Երևանը եւ կոռուպցիան անուն ունեցող քննարկմանը հրավիրել էին Երևանի քաղաքապետին, չէր եկել։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը խորհրդարանում էր, բայց այլ հանդիպման։ ՔՊԻ-ից միակ ներկայացուցիչը ավականու անդամ Կիմա Աբրահամյանն է, խոսում ժպիտով, բայց անասելիք։ Իսկ ձեր հարցերին ես բան չեմ կարող պատասխանել, որովհետեւ ինչ որ հարցերին չեմ տիրապետում։ Փոխարենը զգացածից ու ապրածից է խոսում, ազգային ժողովում առաջին անգամ է։ Ու Բաքում էլ աշխատանքի բերումով չէր ստացվում, նույնիսկ երբ բացել էին այգին, չհասցրեցի կամ զբոսնեմ այստեղ։ Շատ սիրուն է, շատ լավ տեղ եք աշխատում, ասենց ասեմ։ Տիկին Աբրահամյան, մենակ ձեզ են թողում, որ դուք ներկա լինեք։ Կենտրոն համայնքի նախկին ղեկավարը նկատում է քաղաքապետարանը Կիմա Աբրահամյանի տեսքով փափուկ ուժ է ուղարկել խորհրդարան։ Լավ չէ, խնդրահարույց բոլոր հարցերը մնացին անպատասխան։ Կիմա Աբրահամյանը նաև լրագրողների հարցերը թողեց անպատասխան։ Արփիս Քեսյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։